Մրցույթին մասնակցելը ինձ թվում է իմ կյանքում կարևոր որոշումներից մեկն էր, որովհետև այն էմոցիաները, այն զգացողությունները, որ ես ստացա վիրահատությունից հետո, իրոք անփոխարինելի են, ու եթե էլի լիներ, էլի կմասնակցեի։ Վիրահատության օրը ունեի լարվածություն, բայց վիրաբույժի անձնակազմի հոգատար վերաբերմունքից այդ լարվածությունը անցավ։ Շատ էի սպասում վիրահատությանը, զգացողություններս աննկարագրելի էր։ Իմ վիրաբույժը Ժասմեն Գարնիկովնան է, կլինիկայում անցանք հետազոտություն։ Ես ունեի կարճատեսություն ու ձախ աչքի բարձր ասթիգմատիզմ։ Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ վիրահատությունը կարող ենք իրականացնել ֆեմտոլեզիկ մեթոդով։ Ով եմ տալիս Թեոնա կլինիկային, որովհետև Թեոնայում ամենալավ անձնակազմն է, ամենալավ վիրաբույժներն են։ Վիրահատությունը նախ շատ հարթ անցավ։ Վիրահատությունից առաջ ինձ պատրաստեցին, տվեցին բոլոր հրահանգները, ինչ պետք է անեմ վիրահատության ընթացքում, դրանից հետո, դրանից առաջ, ու հետո սկսեցինք վիրահատությունը։ Վիրահատությունից հետո թեթև մշուշ կար, դա հասկանալի էր, ինձ ասել էին, որը անցավ հենց նույն օրը երեկոյան։ Լավ տեսնելու իմ ճանապարհը Թեոնայի հետ շատ հեշտ ու հարթ է ընթացել։ Հոգ էին տարել ամենի մասին, թե դեղորայքի, թե սպասարկման։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին այս ճանապարհը ինձ հետ անցնելու համար։ Մինչև վիրահատությունը առանց ակնոցի տեսնելու համար աչքերս կկոցում էի, առաջին բանը որ նկատել եմ, դա աչքերը չկկոցելն է, նոր աչքերով կյանքը տեսնում եմ նորովի։ Այն մարդիկ, ովքեր ակնոց են կրում, ինձ կհասկանան, որ այլ կերպ են տեսնում։ Վիրահատությունից հետո ես տեսնում էի աշխարհն ոնց որ հենց ակնոցներով, այսինքն մոտ էի տեսնում, ավելի պայծառ ամեն ինչը, ավելի լուսավոր ու պարզ։ Տարբերություն կա բնականաբար։